Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարիմ հյուրընկալել եմ լրագրող Ոսկան Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ձեր Facebook-յան էջում մի այսպիսի գրառում եք կատարել. Տավուշում արտակարգ իրավիճակներ են սպասվում, մարզպետը մարզային փրկարարական վարչության պետին իր խորհրդական են նշանակել։ Մի փոքր բացենք փակագծեր, ինչի մասին է խոսքը։ Նախ ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք հարցազրույցի։ Խոսքը Վահան Փիրումյանին իր խորհրդական նշանակելու մասին է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Վահան Վլադիմիր Փիրումյանին ապրիլի 23-ից նշանակել է իր խորհրդական։ Մարզպետ Հայկ Ղալումյանն արդեն իսկ ունի մեկ խորհրդական, երկրորդ խորհրդականին է ընդունել։ Խոսքը այն մասին է, որ Վահան Վլադիմիր Փիրումյանը երկար տարիներ ղեկավարել է մարզի փրկարարական ծառայություն, մեր մարզի։ Շատ բավական երկար ժամանակ եւ մարզպետը երևի թոշակի ենթադրում եմ, որ արդեն իսկ անցել է թոշակի, չնայած 51 տարեկան է, բայց մարզպետը նշանակել է իրեն խորհրդական։ Այսինքն մարզպետն գիտի, որ մարզում արտակարգ իրավիճակներ լինում են եւ սահմանամերձ մարզ եւ նաեւ ջրհեղեղներ եւ նաեւ բոլոր Տավուշի մարզում իսկապես գուցե մի քիչ սահմանապայմանով ավելի շատ արտակարգ իրավիճակներ լինում են եւ խորհրդական է նշանակել այն մարդուն, որ երկար տարիներ ղեկավարել է մարզի փրկարարական ծառայություն, բայց ձեր գրառման մեջ ոչ թե համոզմունք կար, որ որպես խորհրդական է ինքը ընդունել, այլ ինչ որ հետևանքների մասին էր կարծես թե ձեր գրառումը, որ ապագայում ինչ որ դեպքեր են լինելու, ինչ որ վատ բան է կանխատեսում, թե ես ասեմ, լավ բան դժվար եմ կանխատեսում, տառապանք սփորձ ունի, որովհետեւ մարզի բոլոր շատ բնակավայրերում շչակներ են փորձարկում, բնակչության տարհանման պլանն են թարմացրել մարզի բնակչության, այսինքն այն որ ինչքան էլ խոսում են խաղաղության օրակարգից, խաղաղության պայմանագիրը դարձել է համաձայնագիր, այն որ խոսում են, որ խաղաղության խաչմերուկ, իրանք գիտեն, որ դա սինա, փուչա, եթե տանգոն մենակ չեն πάρում, Ադրբեջանի բռնապետը բինգո է բռնել, ոսկե ձկնիկ ապռնել Նիկոլ Փաշինյանի հետ, ասեմ բաներ կա, որ ես եմ առաջի անգամ դրել շրջանառության մեջ, հետո դրանից հետո տարածվել է, օրինակ պայմանավորված պատերազմ, իջևանցիներ, Իջևան մոլորակից իջած փրկիչ, եւ նաեւ այս արտահայտությունը, որ ասացի, ոսկե ձկնիկ է բռնել, որի բոլոր ցանկը եւ նաեւ կկվի հետ եմ համատել, որ ամեն անգամ մի ցակ է նետում, աղվես է գալիս, այս սառնիմն է, քոչվորները հարավային Կովկասին տեր են կանգնել, պատմություն են հնարում, եւ ստանում են, պահանջում են, ստանում են։ Հիմա ինչ կարող ենք լավ բան սպասել, եթե ես մի քանի օր առաջ գրեցի, որ Բերթավանի սահմանագոտում ապրիլի 24-ին զորականի բնակիչ գնացել էր Ծնեբեկ, Սիբեղ բուխ հավաքելու եւ պայմանավորված ժամին որ տաքսու շոֆերը պիտի գար իրան տեղափոխեր, մարդը չի եկել, անհանգստացել են, որոնումներ եւ մի քանի ժամ որոնումներից հետո զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը գտել է։ Եվ ինչն է զարմանալի, մարդը սահմանագոտում է պայթել, չէր կարողականը սահմանից կիլոմետրերով հեռու լինել։ Ես տեղանքներ գիտեմ, բայց չեմ ուզում արտահայտել, ասեմ, որովհետեւ կարող են ասել, որ ինչ որ բան ես ասում, որը որոշակ գաղտնիք է ներկայացնում, պայթել է մարդական։ Ինքը լինելով նախկին զինվորական, ազատամարտիկ, որ նաեւ 44 օրյա պատերազմի մասնակից, պայմանագրային զինծառայող եղել նախկինում, մարդը իր մայքան պատրել է, որ կապել է իր կտրվել, աջ ոտնաթը փոկված է։ Ու դες շարժվել առաջ։ Ու այդ պայթունի ձայնը, որ ականը պայթում է, հակահետևակային լինի, թե հակատանկային է, այդ ձայնը կիլոմետրով գնում է։ Պայթել է ականը, սահմանապահները դուրս չեն եկել, այսինքն սահման հսկողները։ Բայց եթե ադրբեջանցի սիգնալները դիվերսիա անեն, տեսնելու են, եթե ականի պայթյունից դուրս չեն եկել։ Նրանք ոչ չգիտեին, որ այդ ականին ադրբեջանցիա պայթում, հայ խաղաբնակիչա պայթում, թե մի մոլորված աղվես է կամ
գազանա միտք։ Իսկ ով է անցել սահմանը, իրենք պետք է պարզեին այդ պահին, կամ Պետք է տեղ լինեին, պետք է հսկեին, եթե սահմանը այդպես որ ասում եք, չէ, շատ բաներ չենք ասում, շատ բաներ չեմ ասում, որտեղ ին գրած ադրբեջանցիները կարդում են, բայց մարդը պայթել է արդեն դեպքա տեղի ունեցել, մարդուն բերել են Հայկաս Մելքոնյանին 1977 թվականին ծնված զորական գյուղի բնակիչ, տալ են տեղափոխել է գյուղի վարչական ղեկավարը նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնտեղ բուժօգնություն են ցուցաբերել, վերքո մշակել են, հետո տեղափոխել են ռեանոմոբիլով Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, ոտքը անդամահատել են, իհարկե չեն կարող փրկեն, որովհետև ոտքը արդեն պայթել է, բանի, արդեն վնասվել է, դա հնարավոր չէր լինի, որովհետև պայթել է ականի վրա։ Ինչ եմ ուզում ասեմ, այդպես փոխանակ սահմանի պաշտպանությունը ուժեղացնեն, ավելի շատ ուրիշ բաներով են զբաղվում։ Այն սահմանի պաշտպանությունը ոչ մի խաղաղության թուղթ չի պայմանագիր կոչես, համաձայնագիր կոչես։ Այդ դրա մեջ են բան կա, էլի, ինձ դավադրություն կա, որ պայմանագիր տարավ համաձայնագիր։ 20 թվականի նոյեմբերի 9-ի 10-ի տխրահռչակ Երակոմ ինչու էլ հայտարարություն կոչում։ Ինչու պայմանագիր չէր, պայմանագիր չէ, բայց հայտարարություն դրեցին իբր դա բան չէ, չպետք է ավերացվի խորհրդան, բայց դա մեծ կարևոր փաստաթուղթ էր, չէ, պայմանագիր էր, դրույթներ կար, ժամկետներ են նշած, բայց այդպես։ Պարոն Սարգսյանորից վերադառնանք այս Տավուշի սահմանամերձ գոտի լինելուն։ Սահմանազատման գործընթացն էլ պետք է շարունակվի։ Հիմա այդ նկատի ունեք խորհրդական նշանակելով մարզպետը որոշակի ձևով արդեն մտածում է, որ արտակարգ պայմաններում ինչպես կարող է բնակչության ապահովում, անվտանգության ապահովում անել, թե ավելի Ամեն դեպքում ապահովությունը լավ բան է, այդ բոլոր դեպքերում գիտեք ոնց է 76 հաստիկ կա մարզպետանում, ընդամենը 2 ոլորտ են ղեկավարում, անմիջական հանրակրթական դպրոցները եւ մարզի բուժ հիմնարկները։ Ընդ որում ավագ դպրոցները ենթարկվում են նախարարությանը, ԿԳՄՍ-ի, անմիջական։ Այն միշտ դպրոցներն են բանի հետ նախարարության համատեղ մարզպետարանի հետ եւ մարզպետարան եւ նախարար։ Իսկ մարզի այդ հիվանդանոցները, քաղաքների բժշկական կենտրոնները նորից դարձել են նախարարության, առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Եվ այդ 76 հաստիկ ունեն, որից ընդամենը 8-ն է թափուր։ Այդ հաստիկները սա բոլորը զբաղված են։ Ինչ են անում։ Միջնորդություն, կառավարություն կա, խոշոր համայնքներ կան։ Դե լավ է գոնե այս մի հաստիկը նենց լրացվել է նպատակային, բայց մարզպետը սահմանազատման գործընթացի հետ այդքան մեծ առնչություն չունի։ Այ նախորդ գիրանցումը սահմանազատում ինքն էր բանակցել այդ գումարները տալիս, միջև մի գաղտնիության բանով ծածկված այդ քով, թե ինչքան ում են որոշել, թե ինչքան փող պետք է տան, 15 հեկտար մոտավորապես հող են տվել։ Ընդ որում 50-ից ավել, մոտավորապես 56-57 սեփականության վկայագիր ունեցող տարածքի համար։ Ինչքան փող են տվել, ում ինչքան են տվել, փաստորեն դա գաղտնիությունով ծածկել են եւ այն ինչ որ թաքուն ապահվում, մեջ ինչ որ բան կա, հենց այնպես չի, հա, որ 7 հոգի հրաժարվել են Կիրանցի բնակիչ վերցնեն, որ ասել են մենք այս տարածքի մար սրբազան արյունը հեղվել, իրանք հիմնական զոհվածների հարազատներ չեն վերցրել։ Հիմա ինչ եմ ուզում, մարզպետը այդ բաներով կարող բանակ ինչ որ բնակիչների հետ խոսի ինչքան փող տան կամ, բայց որ այդ բան սահմանազատման գործընթացը նա ավելի շատ դա ազգային անվտանգության, պաշտպանության նախարարության դե իշխանության երկրի նրանց գործն է, ապրիլի 15-ից իմ տվյալին պետք է վերսկսվել։ Եվ ինչու չի վերսկսվել իմ տեղեկությունով, ինձ այդ մասին դե սա վարկածա, չեմ կարող պնդել, որ 100%-անոց ճշմարտություն է, բայց որ եթե պաշտոնական տեղեկատվություն չկա, իրանք ունենք նաև պայմանագրային զինծառայողներն են ինձ ասել, ասում են, որ այդ սահմանազատում պետք է արվել, հայտարարվել էր պաշտոնապես, որ 3 հանրապետությունների սահմանագծին, սահմանների հատման տեղ մոտ։ Բանում Հարավային Կովկասում միայն մի տեղ է 3 հանրապետությունների սահմանները հատվում, այսինքն Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Դա նոյեմբերյան համայնքի կողք Պերտավան այդ գյուղերի սահմանագծում է, որտեղ 3 հանրապետությունների սահմանները հատվում են։ Եվ այդտեղ պետք է արվել, հայտարարվել էր, չէ՞։ Եվ նախատեսումները ապրիլի 15-ից սկսել։ Եղանակային պայմանները թույլ են տալի անելու, որտեղ արդեն ցեղ չի, չոր կարելի է, բայց ինչի չեն անում, որտեղ դիրքեր պետք է տարածք տան։ Պետք է նոր դիրքեր կահավորեն, կառուցեն, որ նահանջ տան։ Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը մեծ տարածք է տալու։ Մենք այսօրվա դրությամբ Տավուշից մոտ 10,000 հեկտար
տարածք 30 տարի գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։ Ասում որ մշակումել են տարածքների մի մասը ցորեն են ցանում։ Օրինակ բանում Իջևան համայնքի բազաշենք յուղի հողերից մշակում են։ Նույն Բերքաբերը, որ տարածքներ տվեցինք։ Բերքաբերի լճի մյուս կողմ ափին Ջողազի ջրամբարի, մյուս արհեստական ջրամբարի։ Ձախ ափին մենք մինչև 900-950 հեկտար տարածք ունենք։ Ադրբեջանը մեզ հող չի տալու։ Չի կարելի, բանակցողը պետք է փոխվեր։ Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել։ Ինքը պարտվածը պետք է հեռանա, որպեսզի հնարավորություն լինի հաջորդ բանակցողը կարենա բանակցել։ Չի հարգում։ Իլհամ Ալիևը ասում է, որ ես չեմ վստահում։ Ասում է, որ չի հարգում։ Վիրավորում ասում է հալփած ծաղրացու, ասում է մի կողոս չի կարող ղեկավարել Նոլդու Փաշինյան, այսինքն ինչ եղավ Փաշինյան, այսինքն այդ մարդը չի կարող բանակցի, չի կարող ներկայացնել Հայաստան։ Նա ուրիշ բան որ ժողովրդի թաքցնում են, բնակչության մի մասը մտածում է, դե վախեցած են պատերազմից հետո, հոգնած են, եւ մտածում են թե խաղաղություն չի լինելու։ Եթե մենք մեզ չկարողանանք պաշտպանել, ընդ որ մենք դիվանագիտությունը զրոական մակարդակ։ Մեր դիվանագետները միայն Աննա Հակոբյանի ուղեկցում են խանութները այդ եվրոպական այդ մեր դեսպանները, ովքեր են դեսպանները, դիվանագիտական կրթություն չունեցող։ Հիմա պատկերացեք, ես հիվանդանոցում ինձ նշանակեն վիրաբույժ։ Ես վիրաբույժ ոչ մի կարողություն չունեմ։ Այդ դիվանագետները չունեն ոչ մի կարողություն։ Նրանք դիվանագիտական կրթություն չունեն, նրանք այդ դիվանագիտական էթիկա չունեն, փորձառություն չունեն։ Այդ կարևոր, ասենք, Մոսկվայում Արսենյանը մակուց է Ամերիկայում։ Ես տենց այդպես դեսպաններ են նշանակել, այս մարդիկ ինչ են, ինչ կարող են օգուտալ, եթե ուզեն անել, ցանկան անել, չեն կարող, որովհետև իրանք չունեն այդ կարողությունները։ Ամեն մասը դա մասնագիտությունն է դիվանագիտություն։ Հիմա փաստորեն Տավուշում ամեն դեպքում դուք հետևում եք իրադարձություններին, նոր բան լինելու դեպքում մենք նորից կանրադառնանք եւ դրա հետ կապված, քանի որ մենք խոսեցինք պետություն եւ քաղաքացի այս փոխհարաբերությունների մասին, քաղաքացու օրվա կապակցությամբ փաստորեն ուղերձ էր նշել, ուղերձ էր հղել Նիկոլ Փաշինյանը եւ այնտեղ հիմնականում ինչ էր գրված, որ հեղափոխությունից առաջ եւ հետո քաղաքացի եւ պետություն հարաբերություններում կան էական տարբերություններ եւ եթե նախկինում պետությունն էր քաղաքացու տերը, հիմա քաղաքացին դարձել է պետության տերը։ Ինչի մասին է իրոք մեր քաղաքացին հիմա այդ պետության տերն է հաշվի առնելով բողոքի ակցիաները, դժգոհությունները, թանկացումները, պատերազմի հետևանքները, ընդ որում 120,000 տեղահանված հայերի խնդիրները։ Թվում է դա Նիկոլ Փաշինյանի հերթական պոպուլիստական հայտարարությունն է, որ դուք եք այս երկրի տերը, դուք եք ոնց որ նշում էր 3 միլիոն վարչապետեր, բայց այստեղ թաքնված վտանգավոր իմաստ կա։ Այսինքն, երբ որ նշում է, որ 2018-ից հետո նախկինում պետությունն էր քաղաքացիների, հիմա 18-ից հետո քաղաքացին է պետության տեր։ Այսինքն այս բոլոր ձախողումները, պատերազմը, կորուստները, կապիտուլյացիան, Հայաստանից տարածքներ հանձնումը, տնտեսական վատթար վիճակը, այս ամբողջը քաղաքացու էին ատնում։ Եթե մեղավոր էր անում սկզբից նախկիններին, հետո դարձավ Ռուսաստանին, հետո արցախցիներին, հիմա քաղաքացիներին է մեղավոր անում։ Վաղը այսօր մեր պետականությունը կորցնելու, եթե կորցնենք Աստված չանի, իսկ ինքը արդեն մի անգամ անոնս արել պատմության ցիկլերը կրկնվում են եւ մեր պետականությունը կորցան։ Ասելով քաղաքացիները դուք եք մեղավոր, մենք պետությունը տվեցինք ձեզ, դուք դառնաք պետության տերը, դուք պետությունը չպահեցիք։ Այսինքն հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը իր պատասխանատվությունը դնում է ուրիշների ուսերին, այն որ ասում էր ես թիվ 1 մեղավոր եմ, թիվ 1 պատասխանատու եմ, բայց թիվ 1 մեղավորն եմ, հիշում եք այդ բան։ Հիմա այս նույն ձևի ուզում է քաղաքացիներին մեղավոր սարքի։ Այն որ ինքը չունի պատասխանատվություն, այն որ ինքը չի ասում, Էստոնիայում հարցերս լրագրող ասավ, դուք Արցախ հարաբերությունից դուք ինչպես եք շարունակում վարչապետ մնալ։ Այդ Ալիևն ասում էր աշխարհում երևի։ Եվ պատասխանը հնչեց։ Ինչ Կարծես թե պատասխան Համանդեպս ես չգիտեմ։ Հա, եւ նույն ձև Ալիևը Իլհամ Ալիևն ասում էր աշխարհում տենց բան ասում էր, չէր եղել որ պատերազմ պարտվելուց հետո ընտրեցին պարտվածին նկատուներ որ 21 թվականի հունիսի 20-ի ազգային ժողովի ընտրություններով Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես վերարտադրեց։ Հասկանամ որ տեխնոլոգիաներ խաղացրին, նախկիններին սև ու սպիտակ խաղացրին, թալանը նույն շարքեցին, բայց բոլոր դեպքերում
չէր կարելի։ Մեր բնակչության չգիտեմ մի զգալի հատված չէր հասկանում տարված այդ նախկինների թալանը վերադարձնում։ Թալանը ո՞նց է վերադարձնում։ Եթե միայն 10 միլիոն դոլարի չափ անիֆ աշխատավարձ է տվել բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներին։ Անիֆ հիմնադրամը մսխելա 25 միլիարդ դրամ, 63 միլիոն դոլար մսխելա։ Ինչ թալան։ Թալանը ո՞վ է կատարում։ Դուք նայեք ինչ ապարքեվաճառներ են ստանում։ Ես պարբերաբար հրապարակում եմ, թե Տավուշի մարզպետարանի աշխատողները ինչքան են ստանում։ Նիկոլ Փաշինյանը արգելել է բան համայնքապետարներին դրամական աջակցություն ցուցաբերել բանի այդ համայնքի սոցիալապես անապահով բուժման կարիք ունեցող կամ խնդիրներ ունեցող արգելել է։ Ինքը օրենքով իրավունք էլ չունի արգելելու, որտեղ համայնքի փողն է, բայց ինչ որ հրահանգով հիմա համայնքապետարները բացի ինչ որ նպատակային մեծ ծրագրեր անելուց անհատական իրավունք չունեն որևէ մեկին ֆինանսապես աջակցել։ Իսկ մարզպետարանները աջակցում են։ Ինչ է դա նշանակում։ Վաղը միշտ ընտրություններում դա օգտագործելու են։ Պատկերացրեք այսպես իրավիճակ։ Հերթական վար կվերցնում։ Բայց Գյումրին ցույց չտվեց, որ եթե ժողովուրդը կամ ընդդիմությունը միանում են, համախմբվում են, արդեն այդ պետական ռեսուրսներն էլ չեն փրկում։ Լավ, պետական ռեսուրսները լավ էլ աշխատեցին։ Աշխատեցին, բայց արդյունքը չէ։ 10% վարկանիշ ունեցող իշխանությունը 30 քանի տոկոս, 32 թե 37% ձայն տա։ Դուք ո՞նց եք մտածում, եթե երկու ընտանեկան արանքում ցույց տվեցին, մարդիկ մտնում էին այդ բանը, շտաբը երկու ընտանեկան տեղամասի արանքում։ Մտնում էին այնտեղ Սարիկ Մինասյանի անօրինական շտաբեր ինչ է։ Ցույց տվեց։ Հա մտնում էին դուրս գալի նորից գալի այդտեղ։ Այսինքն հենց այնպես չէին մտնում, հենց այնպես չէին վերադառնում։ Այսինքն աշխատեց այդքան։ Իսկ ինչ գիտեք, նոր վարկ չի վերցնելու, նոր դրսից մի հատ մեծ վարկ վերցնեն, մի կարող մինչև 500 միլիոն 400-500 միլիոն դոլար, եթե փողերը պատտվեց, այլ ոչինչ բան չի կարող անեն։ Նախկինում եղել է, մեր ժողովուրդը 2004 թվականից մեր ժողովրդին կաշառք են բաժանել։ Սկսած 2004 թվականից, ամեն 10-ից 20, 5000-ից 20, այդ ժողովուրդը սովորել է կար, մի մասը սովորել է, խո բոլորը բան չեն, քաղաքական գիտակ, հայնասեր, վերջը, ընտրողի ձայնի կարևորությունը գիտակցող, բոլորն այդպես չեն։ Այսինքն ճնշումներ կան մարզպետարանների վրա եւ դրանք հիմնականում նախապատրաստում են 2026 թվականների ընտրություններին։ Նախ համայնքապետարաններն են գրավել, որ իրենց մարդկանց տեղավորում են աշխատանքի։ Այդ ոնց եղավ, բոլոր տեղերն էլ շատ տեղերում, Ալավերդին, Վանաձորը, Գյումրին էլ այդպես արին, ուրիշ համայնքներ վերցնում են համայնքապետարան, եթե չեն կարող ընտրություններով հաղթեն, Թալինը որ մի անգամ չկարողացել երկրորդ փորձից, իրենք գրավում են համայնքապետարանները։ Դարակում դրված քրեական գործերը։ Գործեր կան, գրավում են համայնքապետարանները, իրենց մարդկանց տեղավորում աշխատանքի, մարզպետարաններն էլ սոցիալական աջակցություն են ցուցաբերում, հանձնաժողով է, շատերին մերժում են։ Մարդիկ ինձ բողոքել են, որ Տավուշի մարզպետը մերժել։ Այդ Տավուշի մարզպետն ով է։ Նիկոլ Փաշինյանի դասընկերը իր հարսանիքի քավորը եւ նա կողմից է նշանակվել եւ եղել է նախկինում Խաչատուր Սուքիասյանի պարոն Գրզոյի Հայ էկոնոմբանկի կառավարիչը։ Ընդերից բերել են, բերել են մարզպետ նշել, քաղաքապետի պաշտոնակատար, ընդերից Իջևանի եւ ընդերից էլ մարզպետ։ Հիմա գանք ներքաղաքական իրավիճակին եւ ինչպես դուք եք ասում, պարտվողը չպետք է գնա բանակցությունների եւ այսպես ասած պարտվողին հեռացնելու ընդդիմությունը ծրագրեր ունի։ Օրինակ հանրապետական կուսակցությունը Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունի, բայց վարչապետի թեկնածու չունի։ Սերժ Սարգսյանը հայտարարեց Ծիծեռնակաբերդում եւ հայտարարեց, որ իրենք ծրագիր ունեն եւ Փաշինյանի հեռացումը կլինի մինչեւ 2026 թվականի ընտրությունները։ Միևնույն ժամանակ նշեց, որ ինքը երկրի ղեկավարումը ստանձնելու մտադրություն չունի։ Ինչ ծրագրի մասին է խոսքը, ինչ ծրագիր կարող են իրականացնել, որտեվ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ կապված դուք միշտ ունեցել եք ձեր դիրքորոշումը, նրան բերել են, նրան այլ կհեռանա, երբ նրան ասեն դու այլևս անելիք չունես։ Ես հիշում եմ, որ Սերժ Սարգսյանն ասում էր նոր սահմանադրության օրոք ես ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնում։ Հիշում եք, բայց փոխեց չէ դիրքորոշում։ Ես հիշում եմ, որ հանրապետականները 13 ձայնով ընտրեցին Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը Շարմազանով հայտարարեց, որ մենք ենք ընտրել։ Հիմա ես չեմ հավատում, որ իրանք ընդդիմություն են։
Ես չեմ հավատում։ Դու ասացիք, որ Բարձրաստան հանրապետական լավ, հանրապետականներին հանգիստ թողենք, իրանց օլիգարխներից որն է բանտում հայտնվում։ Այդ բանը նախքին թավանչիներ կան, մեծ փողեր ունեն։ Հիմա հարցնում եմ, Սերժ Սարգսյանը փող չունի ընդհանրապես։ 25 տարի ամենամեծ պաշտոնները զբաղեցրել է։ 25 տարի 93-ից մինչև 2018, 10 տարի ելել է երկրի նախագահ։ Նա անօրինակ ապօրինի փող չունի։ Որտեղ են այդ փողերը։ Ես օրինակ ենթադրում եմ, որ Վատիկանի բանկում են։ Ինչ ծրագրի մասին է խոսում։ Եթե հիմա դրա մասին բացարձակ չեն հայտարարում, այսինքն ո՞րն է ծրագիրը լինելուց ձեզ։ Ես թվում է իրանք չեն դրսից երբ որ ազդակ կլինի, ժամանակ ակտիվանան, որում ի տարբերություն ասենք հանրապետականը այդքան էլ բան չունի։ Ես չեմ կարծում, որ նրանք եթե կմասնակցեին կուսակցություններ, ես ամեն կուսակցությունում էլ հարգված մակցի ճանաչում եմ, անձնական ասենք հանդիպում ծանոթություն բան կա, բայց եթե հանրապետականը բան ունի, ռեյտինգ ունի, վարկանիշ ունի, ինչ չէր Գյումրիի ընտրությունների մասնակցում։ Որն է իրանց տեխնացու։ Որն է իրանց։ Մարտին Գրիգորյանը։ Նկատի ունեք, որ ոչ մի ծրագիր էլ չկա, պարզապես դրանք ասեմ մի բան, քանի դեր բաները չի տվել, դեռ են ծերսի պահանջները չի բավարարել, չեն խառնվելու, սա բոլորին ձեռ է տալի, գնում են ազգային ժողով նստում 1.950.000 դրամ աշխատավարձ ստանում, հայրենասիրական ելույթ ունենում։ Ինչ է փոխվում։ Այնտեղ էլ ձեռնամարտներ ալնում, թամաշա ալնում, քանի դեռ այնտեղ թամաշա կա Երևանի կրկես չեն բացելու։ Այնտեղ լավ բաներ ալում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հանդիպումը նայել եք։ Ռոբերտ Քոչարյանը ինչ ասեց, որ հնարավոր է համախմբվել, եթե լինի մեկ նպատակ։ Ռոբերտ Քոչարյանը երբ որ ասում էր, իհարկե ասում էր, որ երկուսակցությունը ժողովուրդն է, հիշում եք։ Հետո թողեց գնաց առույցներ որսալու, իշխանություն տվեց Սերժ Սարգսյանին մարտի 1-ով տվեց, Սերժ Սարգսյանի 10 տարի լճացում էր, Ռոբերտ Քոչարյանը հայտնեց երբ, պատերազմից հետո։ Այդ ժամանակ, երբ որ ասում էր, Անդրանիկի կարգախոսը զորավար մեր Անդրանիկի, հերոս Անդրանիկի կարգախոսը վերցրել էր, Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակ չէր տեսնում, որ երկիրը վարիակն։ Ախր Ռաֆի Հովհաննիսյանը ընտրություններով հաղթել էր բանի Սերժ Սարգսյանը, բայց այդ ժամանակ քիչ էր Ռոբերտ Քոչարյանը, ախր Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի Արցախյան ազատամարտի ղեկավարներից, նա տեսել քանի հոգ են զոհվել, նա տեսել է, բայց ժամանակ տեսնում էր, որ հայրենիքը վարիակնում։ Այդ մի օրում չի եղել, այս Նիկոլ Փաշինյանը հետևանք է։ Նիկոլ Փաշինյանը ինքը այսբերգի երևացող մասն է, այդ ամբողջ այդ դավադրությունը, որ մեր դեմ գործում։ Ուրիշ բան, որ ինքը իր հերթին ծանր հետևանքներ առաջան, բայց Նիկոլ Փաշինյանը այդ երկրի չկայացածության դրսից ղեկավարվելու հետևանքն է, որ իրան խաղերով բերել են իշխանության։ Ինքը ով էր որ քայլելով գա իշխանության, որ ասենք բաներ ռադիոտունը գրավում էր, դա տերորիստական ակտ էր։ Ընդ որում ոնց մետրոպոլիտեն գնաց գրավել, դա դից բան է, ասենք օդանավակայան, մետրոպոլիտեն թե ռադիոտուն թե հեռուստատեսություն։ Այդ դեպքում Սպեցնազը, չգիտեմ, բայց ինչու չգործեցին, գիտեք ինչու արին այդ բանը։ Ասեմ ինչու արին, որ ժողովուրդ տեսնի, որ իրանց դեմ խաղ չկա։ Դուրս չեն գալի մարդիկ։ Ազգային անվտանգությունն է ցույցերի կազմակերպում։ Ասում Իջևանում Եթե Սերժ Սարգսյանի հայտարարությունները համարում եք որպես սոցկ հայտարարություն, Ռոբերտ Քոչարյանի այս ակտիվացում ինչով եք բացատրում։ Ես բացատրում եմ այն բանով, որ այդ բոլոր դեպքերում նախընտրական արշավ սկսվել է։ Արդեն մարզա են այցելում դիմադիրներ։ Նրանք հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց քարոզարշավ անում։ Այն որ գրմասյուն եք այստեղ, այնտեղ, նա քարոզարշավ անում։ Իրանք էլ են հասկացել։ Իրանք էլ են կարող պատկերացրեք բոլոր դեպքերում։ Իսկ շանսեր ունեն անցնելու։ Ո՞վ։ Նույն ասում եք նրանք էլ են արդեն սկսել քարոզարշավը։ Իսկ իշխանությունը ինչ էլ ուզում ալնի, ռեսուրս ունի։ Այս մարզպետարանները, այս պաշտոն։ Իսկ եթե իշխանությունը ռեսուրսներն է օգտագործում, ապա մյուս նախկինների ակտիվացումը նրանք շանսեր ունեն։ Ոչ մեկը շանս չունի 50+1 հավաքել։ Ոնց որ Գյումրիում չէ։ Ոչ մեկ շանս։ Ոչ նախկինները, ոչ ներկաները։ Ոչ մեկ։ Բոլոր գիտեք ոնց է, մենք ոչ թե ընտրում ենք լավի ու լավագույնի մեջ, այլ վատի ու վատթարագույնի մեջ։ Դե թող որոշեն որն է վատը եւ վատթարագույնը։ Իմ կարծիքով վատթարագույնը իմ համոզմամբ նրանք ովքեր հայրենիքի հողերը անձնում են, նրանք ովքեր մսխում են բյուջեն, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով եկել են իշխանության, բայց իրանք են կոռուպցիայով զբաղվում, ովքեր փողոցից պալատընկած Բիրզան աղաներ են չտեսներ, գիտեք ոնց են վարում, ոնց որ բանկ ընկած թալանչիներ, ինչքան կարանք շատ վերցնենք, որ մեր ժամանակը սպառվում է։ Իրանք էլ գիտեն, որ իրանք ժամանակը սպառ։ Բայց հարցն է, ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը
գնալու է Արմեն Սարգսյանի նման անգլիական ձևով։ Հիշում եք, տենց պահպանող բաժանող բան ունենք նախագահը։ Ինքը հայկական անձնագիր չուներ։ Իր անձնագիրը երկու հոգի էին տեսել։ Չեղած անձնագիրը տեսել են երկու հոգի՝ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյան։ Ինքը անձնագիր չուներ, եկավ կոչ արեց հանկարծ բանի նավթատար գազատայի չխփեք։ Երևում էր, որ նա ուղարկված մարդ է, էլի։ Հա, եւ ընտրեցին, չէ՞, միաձայն չընտրեցին նախագահ։ Եվ ինչ ծրագիր պետք է իրականացնի Նիկոլ Փաշինյանը, որից հետո կհեռանա անգլիական ձևով։ Միջև որ իրան ասեն հեռացի, միջև որ գիտեք, պատկերացրեք։ Միջև որտեղ ենք զիջելու, միջև ինչ ենք անելու։ Միջև որ իսկական ընդդիմություն ունենանք, իրական ընդդիմություն։ Պահանջվելիքը որն է լինելու։ Դրսից պահանջվելիքը որն է։ Դե հիմա ինչքան կարող է դե մենք չգիտենք ինչ անելու։ Սա նույնիսկ տանի միջև վերջ Հայաստանի պետականության լուծարման։ Ասենք կարող են տանել։ Զիջեն վերջում փրկություն մտցնեն Ռուսաստան, Բելարուս միութենական կազմում է։ Ասում է, միշտ ասում է, որ Նիկոլը հակառուս չի։ Միշտ ասել եմ, չէ՞։ Հիմա ուր է գնում, Մոսկվա, չէ՞։ Գնալու է, այո։ Եվ այդ դեպքում երբ որ ասել են, չէ՞ որ Եվրամիության Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Բա ինչու է նախկինում տենցա։ Ինչու է նախկինում տենցա։ Ես գիտեմ ինչու էր անում։ Իրան ասեն որ այդ դերը պիտի կատարես, որ Ռուսաստանի մաքուր հանի։ Չէ՞ որ եղել այդ Ռուսաստանը Թուրքիայի հետ համագործակցությունները։ Առանց Ռուսաստանի համաձայնության չէր կարող Արցախ 20 թվի 16 թվի ապրիլյան պատերազմը չէր կարող լինել։ Սկսած 2012 թվից Ռուսաստանը իր բանը փոխել է Հայաստանի հանդեպ։ Երևում է, այնքան պարզ երևում էր, երբ որ այն ժամանակ Մեդվեդևը Թուրքիայի ղեկավարության նկարվում էին համատեղ բանի Կարսի պայմանագրի այդ ֆոնի վրա, այդ պարզ երևում էր։ Ադրբեջանը 5 միլիարդ զենք է գնել բանից Ռուսաստանից, իսկ գնում են $100 միլիոն Սերժ Սարգսյանի ժամանակ խնդրում էին պարտքով, որ $100 միլիոն զենք տա։ Ինչ է կարծում այդ Ռուսաստանի գործանին։ Ես Ռուսաստանի փաստաբանը չեմ, Պուտինի փաստաբան, բայց այդ գործանին փող կախիկ պետք չի որ գործանն աշխատի։ Այդ մեր օլիգարխների գրպանից $100 միլիոն թափում է, մեր երկիրը զենքի փող չուներ։ Մենք ունենք միլիարդ հատելեր, բայց այդ զենքի փող չունենք։ Պարզապես ամբողջ նեխել էր, այս ամբողջը ներսից նեխել էր։ Այս օլիգարխիկ համակարգը, որտեղ ամեն ինչ որոշվում էր, թե ով ինչ պետք է անի, ով ինչ անի, երկում տնտեսական մրցակցություն չկա։ Այս նախկինում էլ չէր, հիմա տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չի անում։ Քանի տարի Սերժ Սարգսյանը հայտարարում էր բանում, Իրանը Մեղրիում նավթազտան ենք սարքում, Իրան Հայաստան երկաթուղ ենք սարքում, բա ինչ արի։ Հյուսիս հարավ այդ հայտարարած ծրագիր ինչքան փող են կերել։ Հյուսիս հարավ ինչ ճանապարհ էլի։ Ամբողջ Ռուսաստանի ճանապարհները հայերն են սարքում։ Ասենք որ գնաք տեսնեք հայեր ասֆալտիկ, չեմ ասում բոլորը հայեր, բայց շատ են, հա, բա ինչի չեն կարող Հայաստանում ճամփա սարքել։ Չեն կարող, ինչի չեն կարող։ Հիմա եթե փաստորեն ամփոփենք այս հայտարարությունները, սին հայտարարությունները եւ ոչ ոք չի գնալու լուրջ գործողությունների Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Հնարավորություններ միշտ էլ եղել է։ Եղել է, չէ՞, որ սփազանել մեծ թվով մարդիկ հավաքել, չէ՞։ Ես ինչ եմ ասում, եթե ուզենային իրական ընդդիմադիրներ լինեն, կկազմեին բան մի կողմ դնելով տարաձայնությունները, գաղափարական տարբերությունները, ամբիցիաները։ Դե եթե լինի մեկ գաղափար հավաքվենք խնդրում։ Հա, ժամանակ կկազմեին բան Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու ժամանակացույց ճանապարհային քարտեզ, բայց քանի որ իրանք դրսից են ղեկավարում, հիմնականում Մոսկվայից։ Իրանք հրանք չկան Նիկոլ Փաշինյանի հեռացնել։ Մոսկվային էլ առայժմ ծեր տալի Նիկոլ Փաշինյան, որովհետև բոլոր ձախորդությունները Նիկոլի վրա են գցում։ Ասում են բոլորը Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Ու դա աշխատում է, շատերը հավատում են, որ իսկապես բոլորը Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ ինքը չլներ, Ռուսաստանը մեզ կպաշտպաներ։ Իրականում, երբ որ ասել եմ, երբ որ այն ժամանակ դեռ 15 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ որ Բերթավան գյուղը թուրքական ռեակտիվ կառանքներով Ադրբեջանը ռմբակոծեց, 2 զոհելանք, 2 վիրավոր զոհ ունեցանք, 2 վիրավոր ունեցանք, գյուղերը ռմբակոծվեցին, Ռուսաստանում օրենքով պատվավոր էր մեր դաշնակից լինելով, եւ հապկի շրջանակներում, եւ հայ-ռուսական ռազմական փոխօգնությամբ պատվավոր էր, բայց ոչ մի բան չարեց։ Այսինքն դա ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը չէր։ Այս իրավիճակը բերել է Նիկոլ Փաշինյանին, որ ինքը անի էս, ինքն էլ պատրաստ է եղել, որովհետև իշխանությունը սիրում է փողը ամենաշատն է սիրում։ Ասենք ասում են ինքը բան խելագար է, ինքը հոգեկան հիվանդ է։ Ինքը շատ լավ գիտի ինչ ան։
Ինքը լավ գիտի, որտեղ իր համար փողն ու իշխանությունն ամենաբարձր։ Նա շատ լավ գիտի, եւ ոչ մի պատական բան չի եղել։ Պատերազմը բանը դե չի եղել, որ դա սխալների արդյունք է։ Այդ ինքը չգիտեր, որ այդ սուս ինքնաթիռը, որ այդքան միլիոն տվեցին առան սելֆի արեցին, ինքը չգիտեր, որ հրթիռ չունի։ Համ 4 ինքնաթիռը ինչ պետք է լուծեր, եթե Ադրբեջանը մի քանի տասնյակ ունի։ Ինչու բանը փոխեցին ռազմական պլանը եւ հոպերի փոխարեն բերեցին այդ անպետք ինքնաթիռները։ Ինչու Ղարաբաղում Արցախում 5 գունդ լուծարեցին, այսինքն այդ բոլոր պաշտոնները բերեցին ամեն ինչ, որ մտածում եք, բոլորը մի հատ այն փազլը հավաքվում է, այնց ամբողջական, ես որ համադրում եմ, տեսնում եմ, որ այս պատկերը պատահական ոչ մի բան չկար։ Երբ որ Սերժ Սարգսյանն ասաց Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, դա պատահականություն չէ, դա կոդ էր։ Այդ կոդով նաև մեսիջ էր դրսին, որ ես հանձնում եմ իշխանություն։ Պատահական բան չէր։ Հենց այնպես Սերժ Սարգսյանը պատահական քաղաքական շախմատի գրոսմայստեր է։ Ինքը հենց այնպես բան չի անում։ Հիմա էլ պատահական չի այդ ծրագրի մասին խոսում։ Իսկ թվում է ժամանակն է արդեն։ Չի էլ կարող իրան ինքը չի էլ կարող։ Ինքը չի կարող այդ ինքը գիտի որ ասե հա ես ղեկավար եմ։ Ինքը գիտի որ չեն գնալ իր հետևից։ Որ ասեց։ Ինքը գիտի որ այլևս իրական։ Առաջնագծում կլինեն ուրիշ դեմքեր, բայց Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ շանս ունի, քան Սերժ Սարգսյանը։ Ինչու՞։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը չի տվել իշխանությունը բանին Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանը չի տվել անմիջական։ Ասում եմ իր բաները, իր սխալները։ Նախ քանի անգամ համադրություն ա խախտել, չէ՞։ Կարող է մի անգամ էլ համադրություն խախտել 2008-ին, ոնց որ Ադրբեջանում էր, երկարացնել իր իշխանությունը։ Չէ՞ որ նա չլինելով Հայաստանի քաղաքացի նախագահ ընտրվեց, չէ՞։ Չէ՞ որ համանդրական դատարանը իրան պատտեց, որ հետո դարձին խորհուրդ տվեց, որ Խանաքվեյանի վստահության, չարեց, չէ՞։ Բայց ինքը իշխանություն տվեց Սերժ Սարգսյանին եւ դրանց աշխատանքի ոճերը տարբեր են։ Ռոբերտ Քոչարյանը ավելի ինչքան նա մեղադրում են, չէ՞, Թալանի մեջ։ Եվ այդ ասածի մեջ, եւ այդ մեղադրանքի մեջ ճշմարտություն շատ կա, բայց Ռոբերտ Քոչարյանը պես չէր աշխատում։ Իր ոճով, իր կարգապահությամբ աշխատում է։ Եվ նա առաջ դեմքով էր հանդես գալ։ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որ բաներ, երկրորդ դեմքով, ուրիշի անման տակ, նենց ավելի շատ բաներով, խաղերով Ռոբերտ Քոչարյանը իրան բաներ ներկայացնում։ Ինքն է եւ իր տղամարդն է, ինքն ասում։ Եվ ասեմ, տնտեսական աճ կար այն ժամանակ։ Ես թեկուզ եմ անարդար, թեկուզ այն պողոտան մարդկանց տներից հանեցին, բայց բաներ մարդիկ 6 ամիս աշխատավարձ չէին ստանում։ Սկսեցին աշխատավարձ ստանալ։ Երևան տների գները բարձրացան։ Հա, բաներն էլ են իրենք բարձրացրել առաջին թոշակները։ Չէ, լավ բաներն ա եղել։ Բաբար բաներն են, որ վերցրեց մարտի 1-ով իշխան բան տվեց, Սերժ Սարգսյանն իշխանություն տվեց։ Սերժ Սարգսյանն էլ 10 տարի լճացում եղավ։ Իսկապես լճացում եղավ։ Այդ լճացումը մենակ համաշխարհային ճգնաժամով չէր պայմանավորվում։ Նաև իր աշխատավոճով էր պայմանավորվում։ Այդ որ ասում են փայ են մտել, չէ՞։ Իրականում փայ մտնելն եղել է։ Պարզապես իրենք չեն բացահայտում։ Եղել է փայ մտնելը։ Գիտեք ոնց են մտել։ Ինչ որ մեկին պետք է այլ որ Սերժ Սարգսյանի, ասենք, պայմանական եղբայրը փայ մտնի, որպեսզի հարկայինը իրան բան չասի, որպեսզի հարգել չտա։ Եղել է այդ բանը, դրանք ինչու պետք է բողոքեն ասեն մեզանից փայ։ Որտեղ իրանց բան է, կրիշ է եղել։ Այդ բաներն եղել, ասեմ մի բան։ Այսօր Նիկոլ Փաշինյանի եղբայրը Ռուսաստանից Արմենը եկավ եւ այն բանի Կոկոբելյան խաչիկի 4 բիզնես խաչատուր Կոկոբելյան 4 բիզնեսներին բան տարավ, տնօրեն տարավ։ Իսկ նախկին ով էր Սերժ Սարգսյանի եղբոր տղան էր այդ բիզնեսների տնօրենը։ Այսինքն փոխանցվեց այն ոնց որ այդ 50-50-ը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանի եղբորը։ Այսինքն այդ եղել է, ხო չի եղել։ Հենց այնպես չեն ասում։ Պարզապես դա Նիկոլ Փաշինյանը օգտագործում էր իշխանության բանը, որպեսզի ինքը թիվ 1 ընդդիմադիրի ռեյտինգ անի։ Բայց դա այն տարբերակ էր, որ օգտագործեցին 18 թվականին մեզ խփեցին ամբողջ։ Դե հիմա փաստորեն բոլորն էլ փորձում են նպատակ են դրել ընդդիմության մասին է խոսքը Նիկոլ Փաշինյանին հեռացնել եւ խոսենք արթունենք շարժման մասին։ Երևի տեղյակ եք, որ 307 նամակ 107 падգամավորի նրանք նվիրը տվեցին եւ հիմնականում ինչ է նշանակում վարչապետի իմպիչմենտ հայտարարելու մասին է խոսքը։ Ինչ է կարծում այս շարժումը կկարողանա ինչ որ արդյունքի հասնել, որովհետեւ նրանք նշում են, որ վարչապետի տեխնացու կարող է լինել այն падգամարը, որը կհեղինակի այս նախաձեռնությունը, կարող է լինել հենց վարչապետի տեխնացու, ինչի մասն է եւ նրանք հայտարարել են, որ պետք է հանդիպեն 3 նախագահների հետ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան կոնսուլտացիաներ անելու համար։
107 նամակ 107 պատգամավորի Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու համար։ Ինձ թվում է, ասում ստեղ երկու տեսակ է կարող։ Մեկը որ եթե գիտեիք որ չի ստացվելու, ինչի եք անում, Նիկոլ Փաշինյանին ուժեղացնում եք դրանով։ Ես այդ տեսակետը չեմ կիսում։ Երկրորդ տեսակետն է որ սա լյուստրացիա։ Այսինքն ով է միանալու։ Չէ՞ որ այդ բոլոր այդ պատգամավորները առանձին ճիշտ է, որ վաղը միսօրը նրանք պատասխան են տալու։ Սա լյուստրացիա ինչ որտեղ, երևա վաղը միսօրը այդ մարդկանց խով Նիկոլ Փաշինյանը միշտ իշխանություն չի լինելու։ Այդ մարդկանց ասում դու միացար թե չմիացար։ Սա շատ բան պահա։ Վտանգավոր է։ Իրենց համար։ Չեմ հավատում որ կմիանան։ Չեմ հավատում որ այսինքն կձախողվի այս նախագծը։ Այսինքն իմպիչմենտը կլինի այն ժամանակ կլներ, եթե փողոցում մեծ հզոր շարժում լիներ, այ օրինակ սփազան շարժման ժամանակ։ Մայիսի 9-ին։ Այդ ժամանակ կլներ, հոգեբանական ճնշում կլներ։ Ոնց անում որ ֆուտբոլի թիմը իր սեփական արկի տակ երբ որ հանդիսապ տեսների բանի մարզասերների աջակցությամբ ախաղում, այդ ճնշումը այդ հոգեբանական։ Եթե լիներ այդ ժամանակ, պետք է դա կլիներ այդ ժամանակ, եթե լիներ իրական բան։ Նոր կանցնեն այդ փուլին։ Հիմա ավելի շատ դա է նախընտրական։ Այս մարդիկ գոնե դանով, եթե ոչ մեկը ոչինչ բան չի անում, գոնե իրանք այդ բանն անում են։ Ես դա համենայնպես ես չեմ կարծում թե սա Նիկոլի խանն է, ամենևին այդ կարծիքին չեմ։ Կարծում որ ճիշտ անում որ հետո վաղ միսօր այս պատգամավորները հետո ասելու են ու ո՞նց են արտահանելու։ Չէ՞ որ սրանք այսքան աղետից հետո այդ պատգամավորը չի միանում։ Նշանակում մենք հանցակից այս գործին։ Չէ՞ որ այսքան զոհ ենք ունեցել։ 80 հոգի Սիանուշ Սահակյանը որ դատարանում եվրոպական դատարանում մեր Հայաստան ներկայացուցիչն է եղել 80 հոգի ասում եք բանը արհետացել է դու պատկերացնում եք ինչ է ես կասկածեմ որ իրենց պարզապես որպես օրգաններ օգտագործել են բայց այսքան աղետից հետո այս պատգամավորները գնում են իրենց 950,000 դրամ ստանում գնում իրենց տուն հանգիստ քնում որ երբ որ մեր գեյները այնտեղ տանջում են երբ որ մեր տարածքները հանձնում են իսկ այդ պատգամավորն ասում է ես դեմ եմ Նիկոլ ես իմպիչմենտին դեմ եմ ինչին ես դեմ վաղ միսօր քեզ են հարցնելու դու կարծում ես ոնց է Նիկոլ Փաշինյանը չի լինելու իշխան դու ոնց ես փողոց դուրս գալ ոնց ես փողոց մի հասարակ տեղ մի միջոցառման մի քեֆի մի հոգեհանգստի արարողություն քեզ ասում են դու ստեղից դու իրանք չունես ստեղ մնալ դու դավաճանես կամ կան չէ վարկաբեկեն իրենց վարկաբեկեն իրանք չգիտեն թե որ կարող ամեն ինչ փոխվի հնարավորություն է Եվ վերջին հարցս մեր ժամանակը մոտեցավ ավարտին, ամեն դեպքում հետևենք մենք այս նախաձեռնության գործունեությանը, կտեսնենք որքանով թափանցիկ կլինի, հաշվետու կլինեն, կարծում եմ, իսկ ինչ է իրականում կատարվում տեղ, Խոզնավար եւ Խնածախ գյուղերում։ ԿՊԱ-ական պատգամավորը իր Facebook-յան էջում գրել է, որ խոսքը Դավիթ Դանելյանի մասին է, որ 2 օր է գտնվում է այդ գյուղերում եւ համաձայն չէ այն հայտարարությունների հետ, թե տեղի բնակիչները վախեցած են։ Այնտեղ ամեն ինչ բնակիչների համար բնականon կյանքը շարունակվում է, անկախ այն բանից, որ գիշերը լցվում են կրակոցի։ Դա բնականon կյանք չի կարող։ Գյուղի մասին էլ դուք եք շատ մի քանի անգամ։ Հա եւ շատ անգամ լինում է ես չեմ գրում, որովհետեւ փառք Աստծո, ասենք, եթե վիրավոր չկա, տներից, ասենք, վնասվածքներ չկան, նյութական վնասներ չկա, չեմ գրում, որովհետեւ չեմ ուզում անդադ բան անհանգստություն պատճառեմ, չէ՞, ճիշտ չի։ Բայց ասեմ, եթե տանիքին խփում են, դա ինչ ոնց կարա բնականon լինի։ Երբ որ կրակ են մարդը չգիտի հաջորդը իրան բանով թիրախով սնայպերը տիպու կարող կխփի, թելե օդ բանում տանիքին կխփի։ Այս ուղղակի Ադրբեջանի կողմից ճնշում է։ Բոլոր դեպքերում ստիպում են նոր զիջումների, նոր կապիտուլյացիաների։ Այդ համաձայնագրի կետերը միջև մի Նիկոլ Փաշինյան չի հրապարակում։ Իր ձվածեղ սարքելը սոխով հրապարակում է, իր հեծանիվ քշելը հրապարակում է։ Այն կառավարության նիստում ասում է փոքր հայկական ընտանիքներն փոքր երեխեքին քֆուր են սովորեցնում։ Դա ինչ կապ ունի վարչապետի գործի հետ։ Այսինքն վարչապետի պարտականություն քֆուր են սովորեցնում, չեն սովորեցնում։ Դա ինչ կապ։ Փոխանակ այդ համաձայնագրի կետերը հրապարակի, որ մարդիկ գիտենան թե Հայաստանը ուր է գնում, բայց գախնի է պահում։ Ինչա գախնի պահում, որ լավ բաների կհրապարակեր, չէ։ Ասում է ստորագրենք։ Դիվիդենտներ կհավաքեր։ Իհարկե իրան օգուտ կտար, եթե լավ բան։ Մի բան էլ ասեմ, ով է երաշխավորը։ Այդ կետերի երաշխավորն ով է։ Չկա ինքն եւ թակուն պայմանավորվում են։ Վաղը միսօր Ադրբեջանն ասի այս կետը մեկնաբանի այսպես։ Ինչպես բանի նոյեմբերի 9-ի հայտարարության կետը որ մեկ Ադրբեջանն ասում է միջանցք կա, Հայաստանն ասում է միջանցք չի, այլ պարզապես ճանապարհ է։ Հիմա որ մի վաղը միսօր մի այլ կերպ մեկնաբանեն։ Ով է բանանելու։
Ով է տեսնելու, ով է դատավոր լինելու, ով արբիտր լինելու։ Չէ՞ որ եթե միշնորդ չկա, ով ասելու, ով է խախտել, ով է մեղավոր։ Այդ ամբողջը իր արտաքին քաղաքականությունը, ամբողջը կապիտուլյացիա։ Ես չեմ կարծում, թե հենց այնպես Նիկոլ չի հասկանում ինչ ան։ Կարող է չէ հեռանա։ Այս 7 տարի խոյինք չի աղքատացել, որ ասում աղքատացել են։ Թե ինքը դղյակներում էր մանկ, թե 30 ապտով Շահասենով էր մանկալ։ Թե տեսել ենք տունն էլ 13-րդ մասի տունն ենք տեսել են, որ պատերի նախշը։ Հենց եկա մտավ այդ բանը, իր այս կառավարական ամանոց $2 միլիոն ծախսեց ռեմոնտան։ Խի Սերժը բանում էր ապրում, հա։ Այս 3-րդ մասի տանպես տաններ ապրում, այդ ամառան սենց վիճակ է։ Փող են լվանում էլի։ Այդ եւ ոնց է քաղաքապետը այսքան մեկը ունի եւ ուրեմն 25 միլիարդ դրամ մսխի անի ֆիրմա ու շարունակի մնա քաղաքապետ, դատավոր են բռնել Արտուշ Գաբրելյան։ Հասկան դատարանի նիստից են, հա, կարծես թե։ Հա, գիտեմ որ դատավոր վատ հրճակ ունեցող դատավոր, հա, գիտեի։ Բայց մի ասենք մի բան։ Տիգրան Արիյանն այնց պակաս բան, հա, արժանի, հա, որ 25 միլիարդ։ Նայեք Երևանը ինչա, շենքերը իր հետևից, այդ շենքերը սաղապուրին են սարքում։ Խախտումներով, քաղաքը ինչ են անում։ Մեջից կարծում եք հենց այնպես են շինթույլտություններ տալի։ Հենց այնպես մաչկե իմար ավինան հենց շինթույլտու։ Ամեն շենքից իրոք ինչ էր։ Ես մտածում ինչ ակնկալիքներ ունենում։ Ես հաստատ մտածում հենց այնպես շինթույլտություն չեն տալի։ Եթե գիտեմ որ այդ կառուցապատողը դեռից միլիոնավոր դոլարներ օգուտ անելու։ Ոնց հենց այնպես շինթույլտություն են տալի ավինանը։ Մանամ նորմերը խախտումով։ Եթե շենք չունի սպասարկող տարածք, այգի չունի, խաղահրապարակ չունի, հրշեջ մեքենայի մոտենալու տեղ չունի, ավտոկայանատեղը չունի, այդ ինչի են տալի։ Իր հետևից մի շենքի լուսավորությունն է փակում։ Բայց գիտեք ինչ է, ես մտածում որ ինքը մենակ չի մսխել այս փողերը։ Մենակ չի մսխել, դա մալ չէ։ Նկատի ունեք որ թալանը շարունակվում է։ Իսկ դուք ինչ կարծիք եք, չենք տեսնում ինչա կատարվում։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։ Ես ասեմ, որ մեր ուղիղ եթերը մեր հեռուստադիտողները կարող են Patreon-ում հետևել QR կոդը էկրանին է եւ վերջին հարց ունեմ, մի փոքր գովազդային դաթարի դուրս գանք, որից հետո վերջին հարցս ես կուղեմ պարոն Սարգսյանին եւ դրանով կավարտենք մեր հաղորդումը։ Հետևեք խնդրեմ, գովազդ մեր եթերում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը դեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109 S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է լրագրող Ոսկան Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, կարծես թե ներքին կյանքում ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձանք։ Իրանի նախագահի այցը Բաքու եւ Վրաստանի նախագահի այցը Հայաստան տարածաշրջանում ինչ է կատարվում։ Ասեմ, բոլոր դեպքերում, երբ որ Հայաստան այցեր են կատարում, դա շատ դրական է, որովհետեւ մենք դարձել ենք դուրս ենք մղված միջազգային գործընթացներից եւ Պաստոր Նիկոլ Փաշինյանն էլ ավելի շատ տուրիստական այցեր է կատարում, քան աշխարհակաղակական գործընթացներին Հայաստանի մասնակցությունը հաստատող կամ նախատեսող ինչ որ մասնակցություն ունենալու հայտեր ներկայացնում այդ այցերով։ Այցերում այնտեղ որտեղ Հայաստանը իրան դիսկոմֆորտ ազգում, գնում է որևէ երկիր այնտեղ դիմավորում են, այստեղից էլ մարդիկ են տանում, որ իբր հայ համայնքի հետ սարքում են։ Իսկ Իրանի այդ նախագահ Իրանի դիրքորոշումը միշտ եղել է չափավոր, Հայաստանի կարելի ասել եզակի բնական դաշնակիցն է։ Վստահելի, որովհետև Իրանի ընդորում շահերի համընկնում այնտեղ է, որ Իրանը չի ուզենա ասենք միջանցքը կոչվածը տա, որովհետև իր ճանապարհն է փակում։ Ուղերձ կար այս հանդիպման ժամանակ, որ միջանցքը չի լինելու, այսպես ասված։ Դե բոլոր դեպքերում այդ բանը, որ ինքն ասում է մենք հավասարապես Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ողջունում ենք, դա Հայաստանի տարածքային ամբողջականությունը հենց տարածքը էդ է։ Եթե միջանցքը ինքը արտատարածքային բան է, այսինքն այդ Հայաստանի օրենքները չեն գործում այդ տարածքում։ Այսինքն միջանցք չի լինելու։ Իրանը դե աստված ոչ անե որ Իրանի գործերը այդքան վատանան։ Չէ որ ես կասկածում եմ որ այդ պայթյունը տեխնոգեն պայթյուն չէր, այլ կազմակերպված դիվերսիա էր։ Որովհետև Իրանի նկատմամբ բան կա որ Իրանին վերջնականապես Իրանի շարքից հանեն։ Ախր բան չի, Իրանը բավական կայուն ավանդույթներ ունեցող երկիր է, բայց ունի նաև խոցելի տեղեր, չէ։ Եվ այդ պահը Իսրայելը 44 օրյա պատերազմի հետևանքներից մեկն էր, որ Ադրբեջանի տարածքում Իսրայելը հետախուզական կետեր ստեղծեց, Իրանի նախագահի ուղղաթիռը պատահական չի բան գցեցին։ Մտնում են ռադիոհետախուզությունը, մտնում են կոմպյուտերը, ղեկավարման սխալ հրամաններ են տալի, գցում են ուղղաթիռը։ Հիմա այս պայթյունն ես ասում եմ, սա պատահական չէ։ Ոք Իրանը չի կարող խոստովանի, եթե ասի ով է պետք է ասի մեղադրանք առաջադրի, իսկ մեղադրանքը պետք է ապացուցվի։ Եվ ասում Իսրայելի հետախուզությունը Մոսադի աշխարհի ամենահզորներից է։ Իրանի նախագահի այցը Ադրբեջան ինքը այնտեղ ասա, որ մենք հավասարապես հարգում ենք Հայաստանը, հեշտ չի, ասենք, մարդը իրանք կապված են հավատքով։ Ադրբեջանի բնակչության մոտ 70-ից 80%-ը շիա, Իրանը չնայած կապերով ադրբեջանցիները էթնիկ առումով Թուրքիայի հետ են կապ։ Որ իրենք բարեկամներ են, իրենք շատ։ Չէ, դե շատ մեծ բաներ կան, շատ մեծ տարբերություն կա։ Իրանում չնայած կրոնապետություն է, բայց Իրանում Ադրբեջանի պես չի։ Ադրբեջանում տոտալ բռնապետություն է։ Ադրբեջանում տոտալ բռնա։ Էլ նույնիսկ տեղական ընտրություններ չեն անցկացվում։ Հիմա Իրանի այցը եւս մեկ անգամ կարծես թե մեզ է շահեկան, որտեվ այդ ուղերձը կար, որ միջանցք չի լինելու։ Բայց հարցն է նա թե Հայաստանի իշխանությունը ինչ է ուզում։
կամ ինչին է պատրաստ, ինչքան է պատրաստ։ Իրանք մի բան են ուզում, մնա ինչքան կարելի է երկար մնալ իշխանության։ Իսկ Վրաստանի նախագահի այցը ինչով է պայմանավորված։ Բոլոր դեպքերում չնայած Վրաստանի նախագահը բան մեծ լիազորություններ իշխանությունը վարչապետի, բայց բոլոր դեպքերում Վրաստանը մեզ համար բարեկամ երկիր է, Վրաստանը մեզ համար կարևոր երկիր է։ Ես միշտ ասել եմ, որ այս երկու բան ունենք, ճանապարհ ունենք։ Իրան տարածքով եւ Վրաստանի տարածքով։ Ընդ որում մեր շարժը ավելի շատ Վրաստանի տարածքով է։ Դե Վրաստանցով այդ երկրները մեզ համար շատ կարևոր են։ Վրաստանը Իրանը ունի մեծ կշիռ, տարածաշրջանային տերություն է, իսկ Վրաստանն էլ մեր նման մի քիչ ավելի ճիշտ խելացի աշխատում, Վրաստանում ընտրություններով իշխանություն է փոխվում, մենք պետք է բարի նախանձով ֆուտբոլին նայենք, վրացիները կարողացան ինչպես ֆուտբոլը զարգացին։ Մեր մոտ գալիս են ուտում են բան են անում, վայելում են, պաշտոնը գալիս են, ամեն անգամ իշխանությունը փոխվում է, իշխանության մոտիկա։ Պատահական է, որ Իջևանի բանից Աչաջուր գյուղի արմատներով Արմեն Բելիքբեկյանը լրագրող եկավ ֆեդերացիան։ Ինչ արինք։ Նոր մարզի չեն բերում, պատվում է, մեղք գցում են այդ մարզի չի վրա։ Ֆուտբոլը պետք է զարգանա։ Այդ խոպանչի ֆուտբոլիստներով, Ռուսաստանից ֆուտբոլիստներ բերելով մենք չենք կարող զարգանալ։ Այսինքն սովորելու բան ունենք մեր հարևաններից, թե եւ Իրանից եւ թե Վրաստանից։ Մենք ասում եմ, այսօր մեր Հայաստանը ես այս խոսքերն էլ ինձանից չնայած հեղինականի իրավունք չեմ պնդում, Հայաստանը գժանոց է բաց երկնքի տակ։ Գժանոց է, որովհետեւ տրամաբանություն չի գործում։ Կամ այն տրամաբանությունն է գործում, որ մենք չգիտենք, ասեմ դրսից են մեզ բան խամաճիկների նման։ Հայաստանը այսօր գաղութ է, տիպիկ գաղութ։ Մեր ռեսուրսները տանում են դուրս, ղեկավարում են, վարկային ռեսուրս բանն էլ ավելացնում են։ Գիտեք, եթե Հայաստանը վարկի տակ է, դա խոցելի է։ Միշտ աղքաթարևանին, պարքի տակ միշտ հեշտ է ղեկավարել, չէ՞։ Մենք այդ վիճակում ենք։ Հետևենք զարգացումներին։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն եմ հայտնում այս հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։